Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Իրանի դեմ հարվածները լայնածավալ պատերազմի չվերածելու մասին։ Ես BB-ին ասացի, ավելի լավ է զգույշ լինես քո գործողություններում, թե չէ շուտով կարող ես միայնակ մնալ Իրանի դեմ, ասել է Թրամփը։ Հավանաբար այս զրույցից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները։ Իրանն էլ դադարեցրել է Իսրայելին ուղղված հարձակումները, սակայն զգուշացրել է, կործանարար պատասխան կտա, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Իդեպ Թրամփը չի բացառել Իրանում ամենահատուկ ջոկատայիններ իջեցնելու հարցը։ Եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն, ամերիկյան կողմը հնարավոր է Իսլամական Հանրապետության տարածքում հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ գործողություն իրականացնի։ Կա երկու տարբերակ. կամ մենք կմտնենք Իրանի տարածք եւ կլուծենք այն հարցերը, որոնք նախկինում ռազմական ճանապարհով չի հաջողվել լուծել, կամ պարզապես կպահպանենք Իրանի շրջափակումը, որովհետեւ ինչպես պարզվեց, դա ավելի արդյունավետ է, քան ցանկացած ռազմական հարձակում։ Financial Times-ի հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Զելենսկին նամակ է գրել Պուտինին եւ ուղարկել այն ամբողջ աշխարհին։ Դա անքաղաքավարի է։ Քաղաքավարի մարդիկ այդպես չեն վարվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, օրերս Ուկրաինայի նախագահը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին, որում առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաու կղզում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հաղորդվում է առնվազն 16 զոհի եւ 200-ից ավելի վիրավորի մասին։ Վնասվել են բնակելի շենքշինություններ, նաեւ դպրոցներ, որտեղ հունիսի 8-ին նշել են նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Ճապոնիայի քաղաքներից մեկում արջը ստիպել է իշխանություններին փակել բոլոր դպրոցները։ Կես միլիոն բնակիչ ունեցող Ուցունոմիա քաղաքի իշխանությունները հայտնել են, որ արջին առաջին անգամ տեսել են շաբաթ երեկոյան բնակելի թաղամասում այգու հարևանությամբ։ Կենդանին դեռևս ազատության մեջ է։ Իրանի ֆուտբոլի հավաքականն էլ ժամանել է Մեքսիկա, վիզաների եւ Միացյալ Նահանգների մարզադաշտեր մուտք գործելու հնարավորության շուրջ շարունակվող վեճի ֆոնին, որտեղ նրանք պետք է խաղան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Իրանն իր 3 խաղերն էլ պետք է անցկացնի Միացյալ Նահանգների տարածքում։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։